Պարոն Պողոսյան, դուք ճիշտ է նշեցիք, որ քննչական խումբ է կազմվել եւ այդ խումբը զբաղվելու է մարտիմեկյան գործերի լրացուցիչ քննության համար։ Ինչպես գիտենք, դատարանը փաստել է, որ 9 զոհերի մահը առաջացրել է պետության գործողությունների հետևանքով բացառությամբ Սամվել Հարությունյանի եւ Զաքար Հովհաննիսյանի եւ այստեղ դատարանը նշում է ինչու վճիռ չի կայացրել, որ պետության միջամտության շնորհիվ է, որովհետեւ այդ ժամանակվա կառավարությունը համապատասխան փաստեր չի ներկայացրել։ Չնայած, որ կառավարությունը պնդում էր, որ պետության միջամտության արդյունք չէր։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, հնարավոր է, որ այս երկու անձանց մասով լրացուցիչ քննություն ընթանա եւ այդ համապատասխան ամբողջ փաստերը ներկայացնեն միետին, որպեսզի միետը վերջնական վճռում եւս ընդգծի, որ այս երկու մահերի եւս պետության միջամտության գործողությունների արդյունքում է եղել։ Շնորհակալություն, Տիկին Կլոյան։ Ես իմ ելույթի սկզբում նշեցի, որ մենք վերջերս ենք ընդգրկվել քննչական խմբում։ Այսինքն մինչև այդ ես լիազորված չեմ եւ որևիցե գործառույթ կոմիտեն ոչ թե որ ես, այլ մեր ստորաբաժանումը, մեր նախաքննական մարմինը, քննչական կոմիտեն որևիցե կերպ չի առնչվել այս գործին։ Հետևաբար թե նախկինում ինչ են ներկայացրել, ինչ փաստական տվյալներ, ես այդ հարցին կարծում եմ, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, բայց ես նշեցի, որ քննչական խումբ է ձևավորվել, քննչական խումբը աշխատում է տարբեր ուղղություններով։ Եվ այդ ուղղությամբ այսքանը, նաև ինձ թվում է, եթե համապատասխան միջնորդությունների կամ քննչական խմբի ղեկավարը համապատասխան, չգիտեմ, կազմակերպի իր աշխատանքները համապատասխան հանձնարարություն տար, քննչական խումբը պատրաստ է ամեն կերպ աջակցել եւ նույնիսկ իր նախաձեռնությամբ որոշակի ուղղակի այստեղ պլանավորման հարց կա, այսինքն դուք պատկերացրեցիք, չէ՞, դուք պատկերացնում եք, չէ՞, որ երկու նախաքննական մարմինների հետ համատեղ քննչական խումբ է ձևավորված, բայց քննչական խմբի ղեկավարը քննչական կոմիտեի քննիչը չի։ Հիմա այդ հարցերը խնդրում եմ խմբի ղեկավարին էլի, ասենց ասեմ։ Շատ բարի, այնուամենայնիվ արձանագրում ենք փաստը, որ Եվրոպական դատարանը հստակ փաստել է, որ արդյունավետ քննություն չի իրականացվել եւ տուժողների իրավահաջորդները պատշաճ կերպով իրազեկում չեն ստացել գործի քննության մասով։ Պարոն Պողոսյան, ես համոզված եմ, որ քննչական այդ խումբը, որը նոր է ձևավորվել, անպայման շատ հետևողական կլինի եւ այս աշխատանքներում անպայման արդյունավետ աշխատանք իրականացվի եւ այն բոլոր միետի հարցերի պատասխանները կտրվեն եւ այս մարտիմեկյան էջը, այս ողբերգալի էջի քննությունը լիարժեք եւ փակված կհամարենք։ Շնորհակալություն, Տիկին Կլոյան, ես նշեմ, որ իհարկե քննչական խումբը սահմանափակված չէ որևիցե այդ թվում նաև կրկնակի նույն քննչական գործողությունները կատարելու հնարավորություն։ Ես օրինակ մի հատ հանգամանք նշեմ, որ օրինակ երբ որ քննչական խումբը պլանավորում էր իր աշխատանքը քննչական կոմիտեում, երբ որ մենք ծանոթացանք մեղադրանքի բովանդակություններին, ապացույցներին եւ այլն, օրինակ հարց ծագեց, օրինակ, չգիտեմ, 2008 թվականի այդ ընտրությունների հետ կապված, թե արդյոք այդ ընտրությունների արդյունքները ի վերջո կեղծվել էին, թե չէին կեղծվել եւ այլն, օրինակ եմ ասում, էլի, ասենք մեղադրանքի մեջ կարմիր թելով անցնում էր, որ հանրությունը դրանից որոշակի դժգոհություններ, դժգոհ էր արդյունքներից եւ հենց նպատակը այդ էր, որպեսզի ըստ էության իր ձայնը լսելի դարձներ։ Եվ մենք հասանք նրան, որ զուտ փաստաթղթային կարգով հաստատեցինք, օրինակ, որ ըստ մեր գնահատմամբ վկայում է ընտրակեղծիքների մասին։ Եվ վարույթ նախաձեռնեցինք։ Հիմա, բայց նաև մյուս ուղղություններով քննչական կոմիտեն աշխատում է, դուք անհոգ եղեք, նաև քննչական կոմիտեն, ես նշեցի, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով, սպանությունների մասով եւ այլն համապատասխան վարույթային եւ ապացուցողական գործողություններ կատարելու է եւ այդ հաշվի առնելով այդ վարույթային գործողությունների ըստ էության նշանակությունը արդեն քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի հաշվի առնելով իր լիազորությունների շրջանակում թե օրինակ ինչ միջնորդություններ ներկայացվի, որոնք նախատեսված են օրենքով։ Շնորհակալ եմ։